Զովոնի էլիտար թաղամասում կյանքի նոր սկիզբ էին խոստանում, բայց ամեն բան ավելի անսպասելի ընթացք ունեցավ։ Դժբախտ պատահարը կառուցվող շենքում գլխի վայր շրջեց պատմության ընթացքը։ Շինարարական աշխատանքներ կատարելիս 56-ամյա աշխատակիցը ընկել է նորակառույց շենքի 5-րդ հարկից։ Չնայած վիրավորին շտապ տեղափոխել են բժշկական կենտրոն, սակայն նա այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։ Սակայն ով էր իրական մեղավորը։ Արդյոք պահպանվել են բոլոր աշխատանքային կանոնները եւ առհասարակ որտեղ է սկսվում եւ ավարտվում անվտանգությունը շինարարական գոտում։ Աշխատանքային օրենսդրությունը հստակ նշում է, որ գործատուն է պարտավոր ապահովել առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ եւ միջավայր, սակայն տարեց տարի մենք ավելի շատ մահվան ելքով դժբախտ պատահարներ ենք ունենում շինարարության ոլորտում։ Ցանկացած դժբախտ պատահար շինհրապարակում մասնագետների պնդման որոշակիորեն կապված է գործատուի մեղավորության հետ, քանի որ հենց իր վրա է դրված պարտավորությունը եւ ամենևին արդարացում չէ, երբ աշխատակիցը պարզապես չի պահպանել անվտանգության կանոնները։ Ըստ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթների կազմակերպությունում աշխատողների առողջության պահպանման անվտանգության ապահովման պարտականությունը դա գործատուին է։ Մասնավորապես շինարարական հրապարակներում պետք է շինարարություն իրականացնող կազմակերպությունը։ Ուղղակի չի կարելի թողնել աշխատողին շինհրապարակ կամ չի կարելի թողնել, որ աշխատող անցնի իր աշխատանքային պարտականությունի կատարմանը, եթե ինքը չի համապատասխան իր համազգեստը այն աշխատանքին, որը ինքը պետք է անի, հատկապես այնպիսի վտանգավոր ոլորտում, ինչպիսին շինարարությունն է։ Տեսչական մարմնից ժամին տեղեկացնում են, որ միայն 2024-ին շինարարական հրապարակներում գրանցվել է 14 դժբախտ դեպք, իսկ 2025 թվականից մինչև այսօր մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 5-ի։ Տեսչական մարմինը ստուգումներ իրականացնում է պլանային ստուգումներ։ Պլանային ստուգումների ցանկը ըստ կառավարության որոշումով հաստատված մեթոդաբանությամբ հաստատվում է յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը եւ հրապարակվում է։ Տեսչական մարմինը անակնկալ ստուգումներ իրականացնելու իրավասություն չունի, օրենքով նախատեսված չէ։ Պետական ստուգումների դեպքում փորձագետի պնդմամբ շինհրապարակում նախապես իմանում են ստացվող ստուգումների մասին, իսկ հասարակական վերահսկողությանն անդրադառնալով մասնագետները փաստում են, որ շինկազմակերպությունների աշխատակիցները հաճախ գրանցված չեն լինում արհմիություններում եւ համապատասխան մասնագետները չեն կարողանում մուտք գործել շինհրապարակ ու իրականացնել վերահսկողություն։ Այսինքն այդ տարբեր բաղադրիչներ են, որոնք ամեն մեկը իր տեղում պիտի ուղղվի, վերահսկվի, ճիշտ լիազորություններ տրվեն աշխատանքի տեսուչին, ճիշտ լիազորություն տրվի օրենքով, հնարավորություն տրվի նաև արհմիության ներկայացուցչին, աշխատանքի մասնագետին, որպեսզի այդ ամբողջական լինի այդ վերահսկողությունը եւ հսկողություն սահմանվի, ոչ թե վերահսկողություն, դրանք տարբեր բաներ են։ Շինարարության ոլորտում անվտանգությունն այսօր լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Շատ ընկերություններ խախտում են աշխատողների անվտանգության պահանջները առանց պատշաճ ուսուցման եւ ապահովման։ Զովոնիում տեղի ունեցած ողբերգությունը կրկին հուշում է, որ շինհրապարակը կարող է մահվան տարածք դառնալ, եթե անվտանգության կանոնները դիտարկվում են որպես սեւականություն։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։